Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը, ասում է կրթության նախարարն ու հավելում, այսօր կրթական բարեփոխումների մի շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը։ Մենք բոլորս տեսնում ենք այն կրթական համակարգի հետևանքները, որի առանցքում ամենևին էլ պետությունը չի եղել։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ որակով այդ կրթությունը կիրականացնեինք, եթե այդ կրթության բովանդակությունը հակապետական է, ապա այստեղ չեմ կարծում, որ որակը պակաս կամ ավել բերելու էր մեր խնդիրների լուծմանը։ Ու նախաձեռնեցին կրթության բովանդակության արմատական փոփոխությունը։ Բովանդակային կոպտագույն սխալներ կգտնես ամեն երկրորդ դասագրքում։ Ձևախեղումներ անթիվ անհամար։ Հայոց պատմություն առարկայի վերնագիրը փոխեցին դարձրին Հայաստանի։ Դասագրքերից դուրս մղեցին արցախյան ազատամարտի հերոսական էջերը, աշխարհագրության դասագրքից հանեցին Արցախի մասին վկայությունները, իսկ հայոց եկեղեցու պատմություն առարկան առհասարակ դադարեց որպես առանձին առարկա գոյություն ունենալ, հիշեցնում են փորձագետները։ Նախկին դասագրքերում դրված կարգային էր, պետականության նկատմամբ հարգանքուսեր կար, հիմա դրանք ուղղակի հանվում են հակառակ ասելով։ Դպրոցում որևէ դասագիրք չկա, որտեղ 7-8-րդ դասան ինչ որ կա, դասագիրք կոչել ուղղակի չես կարող, որտեղ դրանք ոչ գիտական առումով, ոչ մասնագիտական առումով դասագիրք չեն ուղղակի։ Նման սխալներով, նման անգրագետ ձևով չեն գրում դասագիր։ Կրթական բարեփոխումների քողի տակ քանդում են հիմնովին կրթությունը, ասում են մասնագետները, նկատում։ Ազգային ինքնագիտակցության ու արժեհամակարգի խեղաթյուրման հիմքը դնում են հենց Այբենարանից, որտեղից Մաշտոցին իբր պատահաբար դուրս են թողել, ինչպես դարձյալ պատահաբար վերաշարադրել են մեր պատմությունը։ Պետք է հասկանալ, որ այդ բովանդակությունը ըստ էության թելադրված է դրսից, եւ Հայաստանի կրթական համակարգը հարմարվում է այնպիսի գաղափարախոսության, դրանց ազդեցության, որոնց միջից ընդհանրապես դուրս է գալիս ազգային արժեքները, ազգային գաղափարախոսությունը, Հայաստանի եւ հայոց պատմությունը եւ փոխարինվում է աշխարհաքաղաքականությամբ եւ հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու գաղափարախոսությամբ։ Վերախմբագրում եւ վերաշարադրում են մեր ինքնությունը ըստ փորձագետների։ Մասնագետներն ընդգծում են, կրթությունը չի սիրում, երբ իր վրա ազդում է քաղաքականությունը։ Եվս մի քանի տարի նույն ձեռագրով ու այլևս կջնջվի մեր սերունդների պատմական հիշողությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։